Վկան անձնագրայինի բաժնի նախկին պետը Այո, Մարտունու տարածքի այո, տեղեկություններ հայտնեց, դուք տեղյակ եք սրանց մասին, այս մասին էր արդյոք խոսում պարոն Իսագուլյանը, թե ոչ, Նաև, չէ, չի համընկել, այդ ընթացքում շատ էր, նույնիսկ փաստաբանների պալատում կար այդ խոսակցությունը, որ Մարտունու տարածքային բաժնի անձնագրայինի պետը տվել է անձնագրեր ադրբեջանցիներին, այդ խոսակցությունները կար, ավելին ասում էին մահացել է, իբրև էքսգումացիա են արել, այսպիսի նույնիսկ խոսակցություններ, քարեր ա եղել լցված, այս աստիճանի խոսակցությունների մասին է, բայց կարևորությունը դրա մեջ չի, հարգելիներս, կարևորությունը այնտեղ է, որ Արգիշտի Քյարամյանը եղել է ազգային անվտանգության ծառայության պետը եւ ԱԾ-ն ուղիղ ունի վերահսկողություն, ինչի մասին հանրային մեղադրողները ամեն ձև հերքում են, որ կապը ընդհանրապես կտրեն, բայց եղել է պետը եւ ունեցել է վերահսկողություն անձնագրերի տրամադրման հետ կապված։ Սա մեխերի մեխն է։ Այդ անձնագրայինի նախկին պետն ասեց, որ իր անձնագրային բաժնում դա հնարավոր չէ անել։ Բոլորն են այդպես ասում, իրենք դեպքում ինչպես է դա տեղի հասկանալի է, իրենք ոչ թե հերքում են առհասարակ Հայաստանի Հանրապետությունում կեղծ անձնագիր տալը, որովհետև դա հերքել ուղղակի անհնարին է, որքան էլ որ դա փորձում են անել, իրենք իրենց են պաշտպանում, հասկանալի է, այսինքն դուք այսպես պետք է պատկերացնեք, քանի որ Իսագուլյանը մեղադրվում է սուտ մատնության մեջ, հետևաբար յուրաքանչյուր վկա պոտենցիալ կարող է լինել ապագայում մեղադրյալ, այսինքն այս մարդկանց անմեղությունը առանց հաստատելու ասում են, որ Իսագուլյան Գառնիկը մեղավոր է, մինչդեռ հակառակը պետք է տեղի ունենար, մեզ մոտ եղել է ճիշտ հակառակը, հետևաբար մարդիկ հարցաքննվում են, որպես կասկածյալի մեղադրյալի իրավունքների շրջանակներում, իրենք իրենց են պաշտպանում, Հայաստանի Հանրապետությունում դատալեքսը ուղղակիորեն հեղեղված է, կեղծ անձնագրերով, դա ինչ կապ ունի, տվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, թե տվել են ադրբեջանցուն, ով օրինակ ունի Պարսկաստանի քաղաքացիություն, կա տարբերություն, չկա։ Երկրորդ վկայի հետ կապված հարցրեց ինձ ինչի համար եք կանչել, վերջը դատարան արձանագրեց, որ վկան կապ չունի այս գործի հետ։ Մենք ամենասկզբից հայտարարել ենք քննիչին, բայց քանի որ ամեն ձև կալանքի երկարացման անհրաժեշտություն կար եւ հիմնավորելու անհրաժեշտություն կար եւ հանրության մեջ տպավորություն ստեղծելու, որ Իսագուլյանը անպատասխանատու հայտարարություններ է անում, իրենք ինչ լսել են, ինչ պատկերացրել են, Էդ էլ արձանագրել են, սկսած ձեզանից, որ որպես վկա հրավիրել են եւ ասում էին դուք գիտեք, արդյոք Իսագուլյանի գլխի մեջ ինչ պարունակություն կա։